Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Մարիաննա Հակոբյանն եմ, առաջարկում եմ նախ համառոտ ծանոթանալ օրվա գլխավոր թեմաներին։ Երևանյան երթևեկությունը փոխում է դեմքը։ Մայրաքաղաքում երթուղի դուրս կգա Չինաստանից ներկրված 249 ավտոբուս։ Հանրապետության հրապարակում կայացած միջոցառմանը մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը։ Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակը։ Հայաստանը համոզված է, որ հենց ԵՀԿ Մինսկի խմբի ձևաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը։ Հանդիպում Պենտագոնում։ Վաշինգտոնում Լեոն Պանետան եւ Սեյրան Օհանյանը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը, հայկական բանակի բարեփոխումներին, խաղաղարար առաքելություններին, մեր երկրի մասնակցության առնչվող հարցեր։ Ցյուրիխի դատախազությունն ավարտել է հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղաշի դեմ սկսած նախնական հետաքննությունը եւ նրա անձեռնխելիության հարցը պարզելու համար դիմել է Շվեյցարիայի արտգործնախարարություն։ Սահկաձորում կայացած գիտաժողովի ընթացքում վարչապետ Սարգսյանն ապագա տնտեսագետներին հորդորել է բարդ ժամանակներին հատուկ խնդիրները հաղթահարել ոչ ստանդարտ մտածողությամբ։ Վանաձորում ներկայացվել է Թեղուտի շահագործման ծրագիրը։ Ներդրումների ծավալը կհասնի 320 միլիոն դոլարի, իսկ արտահանումը կավելանա 200 միլիոն դոլարով։ Պատասխանատուները խոստանում են պահպանել բնապահպանական նորմերը։ Մայրաքաղաքային տրանսպորտը փոխում է դեմքը, այն դառնում է ավելի քաղաքակիրթ եւ ավելի հարմարավետ։ Երևանը սկսում է հրաժեշտ տալ փողոցները ողողած երթուղիներին, դրա հետ միասին կռացած կամ մի քանի հոգով մեր նստատեղի վրա երթևեկելու արդեն տասնամյակներ շարունակվող ավանդույթին։ Երևանի տրանսպորտային պարկը համալրվել է շուրջ 250 ավտոբուսով։ Դրանք այսօր առավոտյան երկրի գլխավոր հրապարակում էին։ Կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի բարելավման նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսների հնարավորություններին ծանոթանալու նպատակով Հանրապետության հրապարակ է այցելել երկրի նախագահը։ Ավտոբուսները փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում եւ հնարավորին կբեռնվեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը։ Ավտոբուսները ներկրվել են նախագահ Սարգսյանի 2010 թվականի ապրիլին Չինաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հայգերը Մակնիշի 249 ավտոբուսները ընդհանուր 45 ուղևորատար ուղղությամբ 22 նստատեղով համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով։ Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։ Նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով։ Իդեպ այսօր երթուղի դուրս եկած 6 ավտոբուս մեր համակարգացիներին սպասարկել է անվճար։ Նոր ավտոբուսներ Երևանի համար, որոնք պետք է փոխարինեն երևանյան երթուղային տաքսիներին։ Այսօր քաղաքապետարանում հենց այդ նոր ներկրված ավտոբուսների հանձնման ընդունման արձանագրության ստորագրումից հետո հանրապետության նախագահն ու քաղաքապետը քայլելով մոտեցան հանրապետության հրապարակում կայանած եւ շահագործման պատրաստ ավտոբուսներին։ Նախագահ Սարգսյանը հայգեր ավտոբուսների հնարավորություններին առաջին անգամ չէ, որ ծանոթանում է։ Դեռևս 2010-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն կատարած այցի օրերին Հայաստանի նախագահը եղել էր հայգեր գործարանում, տեղում հետևել եւ արտադրության ընթացքին եւ ծանոթացել ավտոբուսների հնարավորություններին, ինչից հետո էլ թերևս որոշվել է չինական դրամաշնորհով ձեռք բերել հենց այդ տեսակի ավտոբուսները մայրաքաղաքի համար։ Երևանի քաղաքապետն ասում է, որ տեխնիկական առումով հայգերները գին եւ որակ հարաբերակցությամբ լավագույն ընտրությունն էին։ Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի զարգացման հայեցակարգին, ապա նախատեսվում է, որ միկրոավտոբուսները կրճատվելու են եւ ներկրված 249 ավտոբուսների քանակն առաջիկայում կավելանա։ Ավտոբուսները շահագործելու է Երևան ավտոբուս ընկերությունը։ Մեր հայեցակարգի հիմնական նպատակը, որ միկրոավտոբուսներից անցնենք ավտոբուսներ, միջին եւ մեծ տարողության ավտոբուսներ։ Այս տարի մասնավոր բանակցությունների եւ մրցույթի արդյունքների հետևանքով եւս 300-ից 350 ավտոբուսներ կներկրվեն Երևան։ Տարոն Մարգարյանն ասում է, որ Երևանն ունի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման խնդիր եւ այդ ուղղությամբ կա մշակված հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականացվում է։ Հաշվի են առնվում եւ քաղաքացիների դիմումբողոքները եւ շահագրգիռ կողմերի առաջարկները։ Արդեն մշակվում է երթուղային ցանց, որը կհաստատվի առաջիկայում։ Աստիճանաբար միկրոավտոբուսներին պետք է փոխարինեն ավտոբուսները։ Նախատեսվում է, որ ավտոբուսներ կներկրեն նաև մասնավոր ընկերությունները, իսկ ավտոբուսներն էլ առաջիկայում կառուցվածքային որոշակի փոփոխություններ կկրեն։ Այսօր էլ նաև մենք արդեն չինական կառավարության եւ համապատասխան
կազմակերպության հետ, արտադրողի հետ բանակցություններ ենք տանում հաշվանդամների համար այն սարքերը տեղադրեն, որ կարողանան մեր հաշվանդամերն էլ օգտվեն ավտոբուսներից։ Քաղաքապետը խոստանում է, որ նոր ավտոբուսների վարորդները հիմնականում կլինեն այն երթուղայիններին, որոնք դուրս կմնան շահագործումից։ Աշխատավարձը կլինի 70-80 հազար դրամ, որն ըստ Տարոն Մարգարյանի կհավելեն խրախուսական գումարները։ Բավականին լավ մեքենաներ են։ Մենք կաշխատենք, որ լավ սպասարկում անենք, ժողովուրդը մեզնից գոհ մնա։ Մաքուր, միշտ կոկիկ, ակուրատնի ամեն ինչ։ Это наши городской автобусы։ Սա մեր քաղաքային ավտոբուսների տեսակներից մեկն է, ասեմ, որ ձմռանը այն բավական տաք է, իսկ ամռան ամիսների համար նախատեսված են օդորակիչներ, որոնք վարորդները կարող են միացնել շոկ եղանակին։ Տեխնիկական հնարավորություններից եւս մեկ հաճելի մանրուք Երևանի քաղաքապետը խոստանում է, որ նոր ավտոբուսները կունենան անվճար Wi-Fi ինտերնետ։ Բացի այդ, ավտոբուսների չվացուցակը կազմակերպվի այնպես, որ դրանք կանգառներին մոտենան 10 րոպեն մեկ, տրանսպորտի սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր է առաջիկայում ներդրվի միասնական ուղետոմս։ Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Թումանյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Հենց Հանրապետության հրապարակից ավտոբուսներից մեկով նախագահ Սարգսյանը մեկնել է Շահումյան հրապարակ, որտեղ ծանոթացել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի ներկայացրած Հայփոստի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին։ Հայփոստում Հանրապետության նախագահին ներկայացվել են համակարգում իրականացվող բարեփոխումները, այդ թվում փոստային կապը բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները։ Իսկ աշխատանքային օրը նախագահ Սարգսյանը սկսել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հերացի համար 1 հիվանդանոցային համալիր այցով, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե կրթական, թե բուժական ոլորտներում։ Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքին եւ մատուցվող ծառայությունների որակին։ Շինարարական աշխատանքների ընդամենը 12 ամիսներ եւ Հերացի համար 1 հիվանդանոցային համալիրի անմխիթար վիճակում գտնված տարածքները հիմնովին վերանորոգված են։ Տարիներ շարունակ հիվանդանոցային համալիրը եղել է այն բուժհաստատությունը, որտեղ ուսանողները մշտապես հաղորդակից են եղել բուժման արդի մեթոդներին, ունեցել հնարավորություն օգտվելու ժամանակի առաջատար տեխնոլոգիաներից, տեղում առնչվելով համալսարանական մասնագետների փորձի ցուցադրմանը։ Նորագույն բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքներ այցելած երկրի ղեկավարին ներկայացվեց, որ հիվանդանոցային համալիրի այս բոլոր առանձնահատկությունները վերականգնված են։ Վերանորոգված մասնաշենքի 2 հարկաբաժիններում կենտրոնացել են վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու թվով 8 վիրահատարանները։ Հիմնորոգվել եւ նոր գույքով հագեցվել է նաեւ հիվանդանոցի թերապևտիկ մասնաշենքի 3-րդ հարկը։ Այս վիրահատարանները սովորական վիրահատարաններ չեն։ Սրանք հարմարեցված են առավելապես ուսանողներին գիտելիք տալու համար։ Այստեղ ստեղծված են պայմաններ, որ բոլոր ուսանողները բոլոր 8 վիրահատարաններում տեղի ունեցող գործողությունները կարող են տեսնել։ Մոնիտորները տեղադրված են, լույսերի վրա դրված են կամերաներ, որոնք ֆիքսում են հենց օպերացիոն դաշտը։ Եվ ուղղակի եթերում նրանք տեսնում են բոլոր գործողությունները։ Տեսախցիկ կա նաև բժիշկների սենյակում եւ ավագ բժիշկը, որը պատասխանատու է վիրահատությունների համար, տեսախցիկի միջոցով ունի հնարավորություն հետևելու բոլոր 8 վիրահատարաններում տեղի ունեցող գործընթացներին, նաև զուգահեռ պարզաբանումներ տալու ուսանողներին։ Նախագահ Սարգսյանին շրջայցի ընթացքում ներկայացվեց, որ բոլոր վիրահատական միջամտությունները ձայնագրվելու են որպես ուսումնական նյութեր։ Բացի սրտի անոթների վրա ստենտավորումից անում ենք նաև ուղեղի անոթների վրա ստենտավորում, որը դեռևս Հայաստանում չկայի տարածաշրջանում էլ շատ հազվադեպ արվում, եւ անում ենք նաև խոշոր անոթների վրա, որովայնի, ստորին ծանրանդամների էլի ստենտավորման բացում։ Մենք ապագան հույս ունենք, որ սա կդառնա անոթային վիրաբուժության կենտրոն ընդհանրապես։ Հիվանդանոցային համալիրի հիմնորոգումը արժեցել է ավելի քան 421 միլիոն դրամ։ Այդ ներդրումը կատարել է բժշկական համալսարանը սեփական միջոցներից։ Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ 180 հիվանդի միաժամանակյա սպասարկման համար նախատեսված բուժհաստատությունում սպասարկման որակի բարձրացումը որևէ կերպ չի անդրադառնա գների եւ պետպատվերի քանակի փոփոխության վրա։ Այսօրվա առիթը եւս մեկ ապացույց է այն ճշմարտության, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության համակարգը զարգանում է։ Մեր բուհերը գտնում են հնարավորություններ կատարել ներդրումներ, որպեսզի ապահովեն համապատասխան բազա ուսանողների պրոֆեսիոնալ հմտությունների ձեռքբերման համար։ Իդեպ դեռ անցած տարեկեսից Հերացի համար 1 հիվանդանոցային համալիրից մանկական բաժանմունքը տեղափոխվեց Մուրացան հիվանդանոցային համալիր, բուժական եւ կրթական բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Նոր համալրում նաև Հայփոստում հանրապետության նախագահը եղավ նաև Շահումյանի հրապարակում, ծանոթացավ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին։ Այս 25 փոխադրամիջոցների շնորհիվ 50%-ով կավելանան հիմնականում Երևանի եւ Արագածոտնի մարզի երթուղիները։ Ասմեկենաները մեզի հնարավորություն ստեղծեն, որ մենք 50%-ով մեծացնենք մեր ուղղությունները։ Ուզեցել որ մենք ավելի շատ արագ եւ ավելի շատ որակով սերվիս մատուցելու ենք։ Հայփոստի կառավարման նոր մոդելը կառավարչի խոսքով ենթադրում է մոտ 25 միլիոն դոլարի ներդրում առաջիկա 5 տարիների ընթացքում։ Նորացված Հայփոստ ընկերության ղեկավարության հավաստմամբ կապահովի ամենաօպերատիվ կապը հանրապետության տարածքում եւ սահմաններից դուրս գտնվող անձանց միջև։ Լուսինե Մկրտչյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Նախագահ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն։ Սերժ Սարգսյանը Սեուլում 5 տասնյակից ավելի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի միջուկային անվտանգության հարցերով 2012 թվականի գագաթնաժողովին։ Նախագահ Սարգսյանը մարտի 27-ից 29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ։ Միջուկային անվտանգության հարցերի գագաթնաժողովը հրավիրվում է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի նախաձեռնությամբ։ Արդեն երկրորդ անգամ ծրագրվող միջոցառմանը հրավիրվում են միջուկային զենք կամ տեխնոլոգիաներ օգտագործող երկրների ղեկավարները։ Առաջիկա հավաքի հիմնական թեման միջուկային ահաբեկությունից պաշտպանվելու միջոցների մշակումն է։ Ըստ պայմանավորվածության Սեուլ են հրավիրվել առաջին համաժողովի մասնակիցները։ Ադրբեջանական լրատվական գործակալությունների տեղեկությամբ Ադրբեջանը, որին Վաշինգտոնյան առաջին հավաքից դուրս էին թողել, ահռելի դիվանագիտական ջանք է գործադրել Սեուլի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պենտագոնում կայացել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետայի եւ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը, հայկական բանակի պաշտպանական բարեփոխումներին, խաղաղարար առաքելություններին մեր զինված ուժերի ներգրավվածությանը, ռազմաուսումնական ասպարեզում գործընկերության առնչվող հարցեր։ Սեյրան Օհանյանը Վաշինգտոնում հանդիպել է նաեւ կենտրոնական հետախուզական վարչության պետ Դեվիդ Պետրեուսին, ԱՄՆ պետքարտուղարներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շապիրոին։ Հայաստանի պաշտպանության նախարարի բոլոր հանդիպումների կարևոր մանրամասները Վաշինգտոնում մեր մշտական թղթակից Հայկարամ Նահապետյանի ռեպորտաժում։ Կանզասի ազգային գվարդիան Հայաստանի բանակի գործընկերն է եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամերիկյան պետության ճիշտ կենտրոնում գտնվող նահանգում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելի, նահանգի սենատի նախագահ Սթիվ Մորիսի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օնիլի հետ։ Կանզասն արժևորում է ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների ծառայության բարձր մակարդակը։ Կանզասի եւ Հայաստանը գործընկերության շրջանակներում կանգնած են կողք կողքի հանուն խաղաղության, բարեկեցության եւ ազատության, նշված էր ստորագրված համատեղ հռչակագրում։ Կանզասի ազգային գվարդիայի հետ գործընկերությունն արդեն դուրս է եկել զուտ ռազմական ասպարեզից, ներառելով քաղաքացիական եւ հումանիտար ոլորտներ։ Ազգային գվարդիայի դերը, նրանց մուտքը Հայաստան եւ նրանց աշխատանքը տեսանելի է ոչ միայն մեր ռազմական ոլորտում, այլ նաև մեր հանրապետության դպրոցներում, մանկապարտեզներում, բուժ հիմնարկներում եւ կարելի է ասել, որ բավականին լայն գործընկերություն է ստեղծվել, որը որ վերածվում է կամաց նաև մարդկային բարեկամական հարաբերությունների։ Հաջորդ կանգառը Նյու Յորք հանդիպումներ ՄԱԿ-ում եւ հայ համայնքի հետ։ Վաշինգտոնյան օրակարգում CSIS ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում փորձագիտական խմբի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը նշեց, որ առկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը վարում է բազմավեկտորային ակտիվ քաղաքականություն, ինչի արդյունքում Հայաստանի վստահելի գործընկերն են հանդիսանում թե Ռուսաստանը եւ թե Վրաստանը, Եվրամիությունը եւ Իրանը, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ն։ Ռազմական ճգնաժամի դեպքում արդյոք ՀԱՊԿ-ի ռեսուրսների կիրառմամբ է հայկական կողմը գործելու հարցին նախարարը նշում է, Հայաստանն ունի բավարար սեփական միջոցներ, սակայն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը եւս զսպող ներուժ ունի։ Այսօր ՀԱՊԿ կատարելագործում է եւ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը արդեն իր ձևավորում ունեն, ամեն մի երկիր ներկայացրել է այդ ուժերի կազմը եւ այդ ուժերը նախատեսված են այսօր, որպեսզի նաեւ ընդհանուր անվտանգության խնդիրներ իրականացնեն։
Ադրբեջանի կողմից պարազիտությունների մրցավազքի կամ անհանդուրժողականության քաղաքականությանը հակադրում ենք ռեսուրսների ճշգրիտ կառավարում, արդիռազմունակ զինված ուժերի կառուցում, Արցախյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանք, մանրամասներով Հայաստանի խաղաղապահ առաքելությունների թեման նախարարը կեսկատակ նկատեց. մեծագույն խաղաղապահ առաքելությունն իրականացնում ենք Արցախում, իսկ CSIS-ի թանգարանում կմնա Հայաստանի քարից պատրաստված զինվորական խորհրդանիշը։ Արցախյան թեման եւ տարածաշրջանային զարգացումներ քննարկվեցին նաեւ արտաքին գերատեսչությունում փոխպետքարտուղարներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շապիրոյի հետ։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան իր հայ գործընկերոջը ողջունեց պատվո պահակախմբի ներկայությամբ Պենտագոնի մուտքի մոտ։ Սեյրան Օհանյանը գրանցում կատարեց Պենտագոնի պատվո հյուրերի մատյանում։ Ամերիկյան պաշտոնյաների հետ վերջին հանդիպումը Լենգլիի կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանում էր ղեկավար Դեյվիդ Պետրեուսի հետ։ Իմ կողմից կարևորվեց դիվանագիտական աշխատանքների եւ ընդհանուր առմամբ ժամանակակից քաղաքակիրթ բանակցային ողջ ընթացքով հակամարտության լուծման խաղաղ ճանապարհի կարևորումը եւ գտնում եմ, որ բոլորի հետ հանդիպման ժամանակ իրենց կողմից էլ վերահաստատվեցին եւ բոլորն էլ այսօր գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը պետք է լուծել միայն խաղաղ պայմաններում։ Կանզաս, Նյու Յորք, Վաշինգտոն հայ-ամերիկյան ռազմաքաղաքական համագործակցության 3 կարևոր կենտրոններն այցելեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Մոլորակի խոշորագույն շինություն Պենտագոն այցից հաշված ժամերից ամերիկյան ռազմական գերատեսչության կայքում տեղադրվեց հետևյալ հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգները կխորացնեն համագործակցությունը պաշտպանական բարեփոխումների ոլորտում։ Միացյալ Նահանգները նաև պատրաստակամ է սատարել Հայաստանի զինված ուժերին ռազմակրթական նոր ծրագրեր իրականացնելու հարցում։ Հայկարամ Նահապետյան, առաջին լրատվական, Վաշինգտոն։ 20 տարի առաջ այսօրը սկիզբ դրվեց Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձևավորվեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը։ Տարեդարձի առնչությամբ ուղերձ է հղել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա մասնավորապես նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները կարևոր ներդրում ունեն զինադադարի պահպանման, հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջև բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մշակման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ է մշակվել սկզբունքների եւ տարերի ամբողջությունը որպես հիմք հիմնախնդրի կարգավորման համար։ Եվ եթե մինչև այսօր չի հաջողվել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ապա ոչ այն պատճառով, որ համանախագահներն այդ ուղղությամբ պակաս ջանքեր են գործադրել, այլ կողմերից մեկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը հաջորդաբար մերժում է համանախագահների առաջարկները, որը չի հրաժարվում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտության բուն կողմի Լեռնային Ղարաբաղի հետ։ Մեջբերում եմ, Հայաստանը հավատարիմ մնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահների երկրի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից գործադրվող շարունակական եւ հետեւողական ջանքերը եւ համոզված է, որ հենց այս ձևաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը։ Մեջբերման ավարտ գրել է նախարար Նալբանդյանը։ Հարյուրավոր կանադահայեր երեկ մասնակցել են Կանադայի հայ երիտասարդների միության կազմակերպած բողոքի ակցիային Օտավայում Ադրբեջանի դեսպանատան առջև։ Մինչ այդ Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել էր ընդունել Կանադա հայ երիտասարդների կողմից դեսպան Ֆարիզ Շաֆիևին ուղարկված նամակը։ Ցուցարարները իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի դրսևորած ագրեսիայի եւ հայատյացության համար։ Նրանք կարգախոսներ են վանկարկել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի դրսևորած ագրեսիայի, Սումգայիթում եւ Բաքվում կատարված վայրագությունների ու ջարդերի, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանում պետական մակարդակով կազմակերպված մշակութային ցեղասպանության համար։ Կանադահայ համայնքը եւս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ բացառել Արցախի վերադարձը հին կարգավիճակին, քանի որ այդ դեպքում կվտանգվի այնտեղ բնակվող հայերի կյանքը։ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքականության մեջ Երևանի հետ չհասնելով հաշտեցման Անկարան ուժեղացնում է կապերը Բաքվի հետ։ Տարածաշրջանային հարցերի ընդարձակ վերլուծություն է ներկայացրել Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը։ Գիտական կոչումներով թուրք փորձագետներին վկայակոչելով Ամերիկայի ձայնը նշում է, որ հատկապես Բաքվի դիմադրությունը թուրքերին ստիպեց կասեցնել հայերի հետ հաշտեցման process-ը։ Ազգայնականները թուրքերը դեռևս ուժեղ են եւ Ադրբեջանը խաղարկում է այդ քարտը։ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը Թուրքիան ամբողջովին հանձնել է Ադրբեջանի
տնօրինմանը ու կարծես թե հիմա այդ երկրին է որոշում քաղաքականությունը։ Սրանով հայ-թուրքական հաշտեցման գլխավոր միջնորդ Ամերիկայի կառավարության տեսակետն արտահայտող ազդեցիկ լրատվամիջոցն ազդարարում է, որ հայ-թուրքական հաշտեցման ամերիկյան ջանքերը ձախողվում են Ադրբեջանի պատճառով։ Շվեյցարիայի Ցյուրիխի դատախազությունը ավարտել է Հայոց ցեղասպանության ժխտած Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղաշի դեմ սկսած նախնական հետաքննությունը եւ գործին ընթացք տալու համար դիմել է Շվեյցարիայի արտգործնախարարություն։ Ցյուրիխի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հայտնել է, թե Էգեմեն Բաղաշը հետապնդվում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով։ Գլխավոր դատախազը նշել է, թե նախնական հետաքննություններն ավարտվել են եւ գործն ուղարկվել է արտաքին գերատեսչություն Բաղաշի անձեռմխելիության հանգամանքները պարզելու նպատակով։ Հիշեցնեմ, որ Էգեմեն Բաղաշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ հայոց ցեղասպանություն չի եղել, ինչից հետո Ցյուրիխի դատախազը Բաղաշի դեմ նախնական հետաքննություն էր սկսել։ Բելարուսը խիստ արձագանքել Եվրամիության նոր պատժամիջոցներին, Մինսկը պաշտոնապես անցանկալի անձ է համարել Եվրամիության բոլոր երկրների դեսպաններին։ Նրանք հայրենիքի էին կանչվել խորհրդակցության համար, նոր պատժամիջոցների համաձայն արգելվել է Եվրամիության տարածք մուտք գործել ևս մի քանի տասնյակ բելարուս գործարարներին, քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին։ Մինչեւ հիմա նույն պատժամիջոցներն արգելվել է 200 բելարուս գործիչների մուտքը Եվրամիության տարածք։ Բելարուսի եւ Եվրամիության հարաբերությունները զգալիորեն սրվել է 2010 թվականից, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն 4-րդ անգամ դարձավ նախագահ։ Թուլուզյան հրաձիկ մականունը ստացած Մոհամադ Մերայի եղբորը եւ նրա ընկերուհուն ձերբակալել եւ տեղափոխել են Փարիզի հակահաբեկչական ստորաբաժանում։ Աբդելքայիդի Մերան հայտարարել է, թե հպարտ է իր կրտսեր եղբոր կատարածով, չնայած պնդել է, թե ոչինչ չի իմացել նրա ծրագրած ահաբեկությունների մասին։ Աբդելքադիր Մերայի տանը խոզարկության ընթացքում հայտնաբերված ապացույցները ցույց են տալիս, որ նա իմացել է մոտոցիկլետի առևանգման մասին, որի վրայից արձակած խրակոցներով Մոհամադը սպանել է ֆրանսիացի զինվորականներին եւ հրեական դպրոցի զոհերին։ Մերայի մորն ազատ են արձակել հարցաքննությունից հետո։ Հայաստանի կոմունիստներն առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով։ Այս մասին այսօր հայտարարել են Հայաստանի կոմունիստական եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունների առաջնորդները։ Հայաստանի կոմունիստական կուսակցության 38-րդ համագումարում ընդունված համատեղ գործողություններ ծավալելու որոշումը հանգեցրեց նրան, որ կոմունիստներն ի վերջո որոշեցին միասնական ուժերով ընտրապայքար սկսել։ Շուրջ 75 թեկնածու ունեցող ցուցակում առաջադիմական կոմկուսն առաջադրել է 7 թեկնածու։ Սոցիալիզմ, հաղթանակ, աշխատանք։ Ընտրությունների ընթացքում այս կարգախոսը կառաջնորդի կոմունիստներին։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո մոտ 13 տարի միմյանցից անկախ գործող Հայաստանի մի քանի կոմունիստական կուսակցությունների առաջնորդները քննարկեն նաև միավորվելու հարցը։ Ըստ Ռուբեն Թովմասյանի, շրջանային բոլոր կառույցները բերվել են մարտական վիճակի։ Մենք այսօր գիտենք, որ ամբողջ ժողովուրդը չգիտեմ արդյունքները ինչպես կլինի, բայց սոցիալիստական մտածելակերպը եւ 70 տարիների այն ոսկե դարը, որ ինքը ապրել է, երբեք ու երբեք մոռացության չի տա։ Մեր ժողովրդին անմնացորդ նվիրվելու խնդիրն է, որ մեզ կոմունիստական երկու կուսակցություններից բերել է այսօր ժողովրդի դատին ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը եւ պայքարելու սոցիալական արդարության, սոցիալիզմի անանց արժեքները քարոզելու եւ դրանք նորից հանրության մեջ վերականգնելու համար։ Թեղուտի հանքավայրի շահագործման հեռանկարների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական լիազոր մարմինների, ինչպես նաև Թեղուտի շահագործման ծրագիրն իրականացնող կազմակերպության Վալեքս խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական ռիսկերը եւս մեկ անգամ քննարկելու համար։ Քննարկումը կայացել է Վանաձորում, պատմում է Հրաչյա Պապինյանը։ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ընկերությունը ներկայացրեց ծրագիրը։ Ըստ այդմ աշխատանքների վերջնական ավարտից հետո ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 320 միլիոն ԱՄՆ, իսկ երկրից արտահանումների ծավալը կավելանա 200 միլիոն $-ով։ Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արտոնահանում եւ վերամշակում։ Այդ փուլում պղնձի քանակն արտադրվող հանքաքարում կկազմի տարեկան մոտ 28000 տոննա, այս կերպ կրկնապատկելով Հայաստանում արտադրվող խտանյութի քանակը։ Աշխատանքները կիրականացվեն եւ արդեն իսկ իրականացվում են բնապահպանական միջազգային նորմերին համապատասխան։ Մասնավորապես հատվող անտառներ յուրաքանչյուր հեկտարի դիմաց մարզի տարբեր բնակավայրերում իրականացվում են կրկնակի անտառատնկման աշխատանքներ։ Բնապահպաններին սակայն հատկապես անհանգստացնում է կառուցվող պոչամբարի բնապահպանական ազդեցության խնդիրը։ Ճիշտ է, բնության ավերածությունները կա, փաստորեն այնտեղ 7 գետակների վնաս կա,
եւ լուրջ, այսպես նաեւ ավերվում են հուները, երկրաբանական կառույցները վերանում են այս սարերը, բայց ամենամեծ վնասը, որը մնում է սերունդների համար եւ 100 հազարավոր միլիոնավոր տարիներ մնալու է, դա Պոչամբարն է, նրա պարունակությունը։ Խմբի պատասխանատուներն ասում են, որ ինչպես ծրագրի բոլոր բաղադրիչների, այնպես էլ Պոչամբարի շինարարության ժամանակ կիրառվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դրամբոնի հանքավայրում ընկերության կողմից արդեն իսկ իրականացված հաջող փորձը, ինչը չեն ժխտում նաև բնապահպաններն իրենք։ Հարստացուցիչ ֆաբրիկան աշխատելու է փակ շրջանառու ջրամատակարարման համակարգով, որը բացառում է արտադրական հոսքաջրերի որևէ արտահոսք համակարգից։ Եվ թե այժմ իրականացող շինարարական աշխատանքների մասում մենք ինչ վերացումներ ունենք, որպեսզի բացառենք ամբողջության նման վտանգները, ինչպես միշտ այժմ ևս մենք պատրաստ ենք դրանք լուծել։ Մենք կարծում ենք, որ այս պահին մենք իրավունք ենք լավագույն փորձ, այնուամենայնիվ եթե որոշակի վերացել ենք, խնդրում ենք կոնկրետ արտաշել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի տեղում կառուցվող Պոչամբարը լինի բնապահպանական տեսանկյունից աշխարհում ամենաանվտանգ Պոչամբարը։ Քննարկման ժամանակ կարևորվեց նաև հանքավայրի շահագործման ծրագրի դրական ազդեցությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման արտագաղթը կանխելու, այս կերպ երկրի հյուսիսային դարպասներն ամրապնդելու գործում։ Սեզոնային աշխատանքների գործունեության հետ կապված 2007 թվականից հետո շնորհի տարեկան 50-60-ի փոխարեն մենք ունենալու ենք ամենաշատի վերջնաշուտ տարի, մինչև 10 ամս աշխատանքային գրանտ, իսկ դեղուտից մինչև 20 ամս։ Այս պահին թեղուտում աշխատում է շուրջ 700 մարդ, իսկ շահագործումից հետո կապահովի 1400 աշխատատեղ։ Քննարկումների արդյունքները կներկայացվեն Հանրապետության վարչապետին։ Առաջին կոնկրետ քայլը պետք է իհարկե օրենսդրության դաշտում անեն, որ մենք կարողանանք այն բոլոր հարցադրումները, որ իրենք ասում են, բերենք իրավական հեմք դրա տակ, իրավական լուծումներ տանք, որտեղ մենք չենք կարող էմոցիոնալ շարժվենք այս հարցում եւ չենք կարող նաեւ արդյունավետ ընդունել այն վերջնագրերի գործիքը, որ ասենք կիրառվում։ Այստեղ պետք է կառուցողական քննարկում անել եւ այդ քննարկումը մեր մոտ ստացվեց այսօր։ Քննարկման խնդիր դարձավ նաև հանքավայրի շահագործման ծրագիրը Օրհուսի կոնվենցիային համապատասխանելու խնդիրը։ Ազգային համակարգող Այդա Իսկոյանն ասում է, որ կոնվենցիան նախ եւ առաջ կարևորում է ծրագրերի նախապատրաստական փուլում քննարկումներին հասարակայնության լայն մասնակցության խնդիրը։ Թեղուտի դեպքում առավել առարկայականը իրականացվող ծրագրի մոնիտորինգների վերահսկողությունը կլիներ, քանի որ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, եւ Օրհուսի որոշումները պիտի վերաբերվեն նոր հանքավայրերի շահագործման ծրագրերին։ Իսկ առհասարակ Օրհուսի կոնվենցիայի հետ խնդիրներ ունեն նաև աշխարհի զարգացած երկրները։ Վերցնենք այնպիսի երկրներ, ինչպիսին է Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, այդ երկրում նույնպես տեղի է ունենում Օրհուսի կոնվենցիայի խախտումներ եւ բողոքները գնում են քարտուղարություն Օրհուսի կոնվենցիայի եւ այդ բողոքների թիվը արդեն 30-ն է հասել եւ այդտեղ կա նաեւ Հայաստանը։ Եթե Ադրբեջանից բողոք չկա, դա բացարձակորեն չի նշանակում, որ այդտեղ Օրհուսի կոնվենցիայի բոլոր դրույթները պահպանվում են, որ դա, ասենք, դեմոկրատական սկզբունքն է։ Քննարկման սրահից դուրս երիտասարդական կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել հանքավայրի շահագործման ծրագրի դեմ։ Քննարկմանը հրավիրված էին նաև Թեղուտի հարցում թվում է շահագրգիռ մի քանի հայտնի ստեղծագործողներ, որոնք բոլորն էլ պատճառաբանել էին, թե ժամանակ չունեն։ Հրաչապապինան Արմեն Հովսեփյան, Առաջին լրատվական։ Աշխարհը ապրում է բարդ ժամանակներ, պետք է սովորել մտածել, ստանդարտ լուծումներով չի հաջողվի շատ առաջ գնալ։ Ծաղկաձորում անկախ տնտեսության 20 տարիները խորագրով գիտաժողովում ապագա տնտեսագետներին վարչապետի խորհուրդներ։ Տիգրան Սարգսյանը նրանց համար կարդացել է հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով դասախոսություն։ Գիտաժողովը նախաձեռնել են Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդն ու երիտասարդական հիմնադրամը։ Համաշխարհային տնտեսությունն այսօր բնութագրվում է փոխկապակցվածությամբ, փուլ առ փուլ մաքսային սահմանափակումները պետք է վերանան, տեղի ունենա առևտրի ազատականացում եւ համաշխարհային տնտեսության միասնական շուկաների ձևավորում։ Ըստ Տիգրան Սարգսյանի մեր կառավարության նպատակն է խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումը։ Խնայողություններից գոյացած միջոցները պետք է ուղղել տնտեսության զարգացմանը։ Կենսաթոշակային բարեփոխումները այս նպատակն են հետապնդում։ Կձևավորվեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, որտեղ քաղաքացիները կկուտակեն խնայողությունները ապագայի համար։ Մեր երկրի արտաքին պարտքը կառավարելի է վարչապետի խոսքով գոյություն ունի պարտքը սպասարկելու եւ մարելու հստակ ռազմավարություն։ Պարտքի մի մասը այսօր ոչ թե պետությունն է սպասարկում, այլ պետության միջոցով մասնավորը, թե մենք այդ պարտքը դրել ենք մասնավորին, այսինքն տվել ենք մասնավորին, որ մասնավորը օգտագործի,
որպես վարկային միջոցներ, նրանք էլ օգտագործում են, դա բերում է տնտեսության մեծացմանը ծավալների եւ իրենք այդ պարկը հանգիստ սպասարկում են։ Դրա համար այս պայծրության միջին ծանրության պարտ կա ռիսկերից դուրս եւ մենք այս ռազմավարությունը շարունակել ենք իրականացնել։ Այսինքն զգուշավոր ենք լինելու, այնպիսի պարտքեր ենք վերցնելու, որոնք էապես ավելացնելու են մեր տնտեսական հզորությունը, մեր համախառն ներքին արդյունքը։ 2012-ին համատեղ միջոցառումների իրականացման հուշագիր են ստորագրել Հայաստանի պետեկամուտների եւ Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավարները։ 2012-ի ծրագրով նախատեսվում է ներդաշնակեցնել մաքսային ոլորտում երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքարել մաքսային իրավախախտումների դեմ, բարձրացնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, ինչպես նաեւ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել տվյալների փոխանակումը, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը։ Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Փոթի Իլիչևսկ սահմանով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման հարցը, որն էլ իր հերթին զգալի կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Երևանյան հանդիպմանը քննարկվել է նաև հայ մաքսավորների Ուկրաինայի մաքսային ծառայության ակադեմիայում վերապատրաստման խնդիրը։ Շուրջ 30 երկրների հետ ունենք համաձայնագրեր եւ այդ համաձայնագրերի ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում, դրանք շատ կարեւոր են հատկապես մաքսային ոլորտում, որովհետեւ մեր նպատակը մաքսային գործընթացների բարձրացումներն են։ Մենք արդեն հասել ենք այն մակարդակի, որ Ուկրաինայից ներկրվող եւ Հայաստանից դեպի Ուկրաինա արտահանվող ապրանքները ճանապարհին քիչ, ուրեմն կարճ, հնարավորից կարճ ժամանակահատվածում հասնեն եւ այդ մաքսային գործընթացները բարձրացվեն եւ հնարավորից չափ կրճատվեն այն ուղիները, որոնք նպաստում են մաքսանենգության, հաշիվ ապրանքագրերի փոխման, մաքսային արժեքների նվազեցմանը։ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը շատ կարևոր շեշտադրումներ են հնչեցվել, ուղղված Հայաստանի եւ Ուկրաինայի մաքսային ծառայությունների փոխգործակցությանը։ Մեր հայ գործընկերների հետ արդեն 4 հանդիպում ենք ունեցել։ Հուսով եմ մինչև 2012-ի վերջը կյանքի կկոչենք նախանշված բոլոր ծրագրերը։ Ինչ հոգսորով է ապրում հանրապետության երկրորդ քաղաքը, ինչպիսի դժվարություններ է հաղթահարել եւ ապագայում ինչ ծրագրեր ունի։ Առաջնահերթ գործը անօթևաններին բնակարաններով ապահովելու համար լայնածավալ շինարարություններն ավարտին հասցնելն է։ Ամենակարևորը, որ Գյումրին արդեն գրավիչ է դառնում ներդրումների համար։ Տեսեք, Հովազը, Խաչվերեն, դա մեր հայոց բակրատունների զինանշանն է Շիրակի գլխավորությամբ։ Շիրակ պատկերացնում ենք արագած եւ լուսավորչի կանտեղը, որը շատ կարևոր է, լուսավորչի կանտեղը, Թումանյանն էլ մեծ բանաստեղծություն ունի, կեսգիշերին կանտեղը վար կախենկած երկնքից, լուսավորչի կանտեղն անմար հայոց մտնած երկնքից, մի խոսքով։ Գյումրիի զինանշանի խորհրդանիշերը իրենց բացատրությամբ ու ձոներկերով լավ գիտի Գյումրիի քաղաքապետը, գիրք, հասկ, եկեղեցի ու աշխատավոր ժողովրդի վարպետության խորհրդանիշը։ Շաղուլ ենք ասում մենք, այ գյումրեցիներն ասում են, ով որ շաղուլից կգնի, մենք շաղուլի կբերենք, դրա համար այս գործիքն էլ էստեղ է։ 88-ից հետո Գյումրիում կարծես ժամանակի հաշվարկի նոր սկիզբ դրվեց, այնուհետև աղետի գոտուց զարգացման գոտի ճանապարհը շատ դժվար էր, արդյունքն էլ երկար սպասված։ Տնակում ապրող շատ գյումրեցիները մինչ օրս էլ դեռ սպասում են անձամբ զգալու զարգացման գոտի հասկացության էությունը։ Տեսնում եք, որ ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ էր, բայց այս պայմաններում այս բնակարանները, որ կառուցվում է, 23 տարի մարդիկ ապրում են տնակների մեջ եւ չկա մի ընտանիք, որ հիվանդություն ձեռք բերած չլինի։ 2010-ին մեկնարկած Մուշ 2 թաղամասի բնակարանաշինական աշխատանքների առաջին փուլով կառուցված 1056 բնակարան 2011-ին գտան իրենց տերերին, ինչը սակայն վերջնական լուծում չտվեց անօթևանության խնդրին եւ բնակարանաշինության առաջին ծրագրին հետևեց երկրորդը։ Նոր կառուցվող Մուշ 2-ը նախորդին գերազանցեց տարածքով, ներդրումների ծավալով, ինչպես նաեւ աշխատատեղերի քանակով։ Բնակարանաշինության երկրորդ հատվածի 1756 բնակարանից 4 սենյականոցների տերերն արդեն ստացել են իրենց նոր բնակարանների բանալիները վիճակահանության սկզբունքով։ Այժմ ճշգրտվում է 3 սենյականոցների հասցեատերերի ցուցակը։ Glendale Hills-ն էլ ներքին հարդարման աշխատանքներն է ավարտին հասցնում։ Մոտավորապես 7 տարիների այսպես փոխանցիկ շինարարության մասին եմ ասում, որ մասնավորը 80 միլիարդի է հասցրել արդեն շինարարությունը։ Գյումրին որպես ներդրումային գոտի արդեն հետաքրքրում է մասնավոր ներդրողին։ Եթե նախկինում որպես նվիրատվություն ստացած հողակտորի վրա դժվարությամբ էին ինչ-որ բան կառուցում, այսօր մասնավոր ներդրողը պատրաստ է նույն հողատարածքը ձեռք բերել մեծ գումարով, վստահեցնում է Գյումրիի քաղաքապետը։ Բոլոր ոլորտների մարդիկ այսօր կառուցում են, եւ աշխուժ կյանքն է կառուցում, եւ դատա իրավականը, այսինքն հույս կա, որ մեր քաղաքում ամեն մեկ ինչ որ մի բան է կառուցում։
Բնակարանաշինությանն ուղղված ու մասնավոր ներդրումներից բացի հրատապ լուծում պահանջող խնդիրներն էին ահազանգում բազմաբնակարան շենքերի կտուրների վերանորոգման, Գյումրիի երկրորդական փողոցների ասֆալտապատման եւ նմանատիպ խնդիրներ։ Դրա համար պետությունը այստեղ կոնկրետ հանրապետության նախագահան հանրապետական կուսակցությունը իր մեծ ներդրումն արեց եւ միայն Գյումրիում 80 կտուր է վերանորոգվել։ Գյումրեցիների այս տարվա ամենասպասված նվերը Գյումրիի բազմագործառույթ առողջության կենտրոնի կառուցումն է։ Հաշված օրեր են մնացել եւ 9.717.000 ամերիկյան դոլարի համարժեք ներդրում պահանջող 210 մահճակալ հզորության բժշկական կենտրոնը կբացի իր դռները։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ 62 տարեկանում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայկական սպորտի ամենափառապանծ մարզուհիներից մեկը հրաձիգ Զինաիդա Սիմոնյանը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը 18 անգամ դարձել է խորհրդային միության, 16 անգամ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն։ Իր մարզական կենսագրության ընթացքում սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի 54 ռեկորդ, արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևների Մովսես Խորենացի մեդալի։ Լևոն Իշտոյանն ու Սերգեյ Բոնդարենկոն մասնակցել են բասկետբոլի ազգային հավաքականի ձևավորման շուրջ Լոս Անջելեսում կայացած միջոցառմանը։ Նախորդ դարի 70-ականների մեր լեգենդար ֆուտբոլիստների երկրոշնչառությունը բացվեց անցած տարվա մեր ազգային թիմի ֆուտբոլային փառահեղ հաղթանակների առիթով եւ այժմ նրանք բաց չեն թողնում ամենատարբեր սպորտաձևերում Հայաստանի ազգային հավաքականում վերաբերող եւ ոչ մի իրադարձություն։ Շուտով Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կհայտարարի իր կազմը։ Հավաքականի մարզիչը բասկետբոլի լավագույն ավանդույթներ ունեցող երկրից է, ինչը մարտունակ հավաքական ձևավորելու համար կարևոր նախադրյալ է։ Նա մարզիկների ընտրությանը բզախնդրորեն է մոտենում, բայց արդեն աչքի առաջ ունի թեկնածու բասկետբոլիստների, որոնց նկատել է համահայկական խաղերի ժամանակ։ Լիլիթ Սեդրակյանի ռեպորտաժը Կալիֆոռնիայից։ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շուտով կհայտարարի կազմը, այն առայժմ ձևավորման փուլում է։ Մարզիչ Կարլ Բարդակյանն աչքի առաջ արդեն ունի թեկնածու բասկետբոլիստներ։ Նրանց նկատել է համահայկական խաղերի ժամանակ, որոնց մասնակցում էին 24 երկրի ժամանած թիմեր լավագույն հայ մարզիկներով։ Այժմ դժվարն ընտրելն է։ Սպյուրքը պատրաստ է օգնելու Հայաստանը բասկետբոլի միջոցով։ Ուրեմն սերկի պիտի ենենք։ Բասկետբոլի ազգային հավաքականի մարզիչը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպման ժամանակ Ամերիկահայ համայնքին ներկայացրեց կազմավորվող թիմի առաջիկա ծրագրերը եւ խնդիրները։ Երիտասարդներին քաջալերելու էին եկել հայ ազգի երբեմնի չեմպիոններ, համաշխարհային համբավ վայելող սպորտսմեններ։ Մենք ինչ վաստակ որ ունեցել ենք, մենք դրել ենք ոնց որ սովետական միության իր դրոշակի տակ։ Իսկ հիմա ստեղծված Հայաստանի հավաքականը ինչ որ շահեն բոքսը կլի, բարբեն կլի, ֆուտբոլը կլի, շախմատը կլի, դա արդեն Հայաստանի հպարտությունն է։ Մի քիչ առաջ իրենց հետ խոսում էի, ասում էի ոչ մի բանից չվախենակ, չմտածեք ինչ որ անուններ կան, բասկետբոլի արքաներ բաներ, բոլոր ժամանակներում էլ եղել է, ուղղակի դուք պետք է մտածեք, որ դուք էլ եք ուժեղ, դուք էլ պետք է պատրաստեք եւ հաջողությունները կլինեն։ Մարզաշխարհի ավագ ներկայացուցիչները հիշեցին Հայաստանի բասկետբոլի առաջին հավաքականի կազմավորումը 40-50-ական թվականներին։ Հիմնականում հայրենադարձ մարզիկներից ձևավորված թիմը կարճ ժամանակում կարողացավ անուն նվաճել։ Լավագույն բասկետբոլիստներից է եղել Աբրահամ Համամջյանը։ Պետք է խելքները, գլուխները հավաքեն եւ ոնց որ պետք է ոչ թե միայն մարզվեն, այդ նպատակ ունենան, որ նրանք մեր հայ ազգին են ներկայացնում։ Շատ կարևոր է համառ ու քրտնաջար աշխատանքը եւ այսպես ասած հավաքագրել այն անձանց, ովքեր իրոք հայրենասեր են։ Բասկետբոլի լավագույն ավանդույթներ ունեցող երկրից մարզիչ ընտրելը արդեն առավելություն է, վստահ են ավագ մարզիկները, իսկ հայ սպորտսմենների վերջին շրջանի հաջողությունները մրցակիցներին զգաստացնում են բոլոր մարզաձևերում։ Իրենց փորձից ասում են երիտասարդ չեմպիոնները։ Սաղ ճանաչում են հայերին։ Ամեն սպորտի մեջ որ գիտեն որ հայ է, գիտեն որ դժվար է ալելը, որովհետև ամեն հայերն են լավ պինդ են, ուժեղ ենք։ Շատ մեծ ջանքեր են պետք հաղթանակի առաջի տեղ դրավելու համար։ Կարծում տղաները դրան կապահովեն, մի քիչ պետք է օգնել իրանց։ Արդեն հայտնի են ազգային հավաքականի կազմում Լոս Անջելեսից ընտրվելիք բասկետբոլիստների անունները։ Զարե Զարգարյանը եւ Արամ Ամայակյանը չեն կասկածում, որ կհաջողեն։ Այսօր մարդ եմ, նենց որ այդ շանսը, որ մեզ տվեցին, ինձ տվեցին, որ մասնակցեմ այս խումբի մեջ, շատ մեծ հպարտություն է։ Երազանք է մեր համար, փոքրուց որ խաղացել եմ, միշտ ուզեցել եմ իմ երկրի համար խաղամ։ Մեր բասկետբոլիստներին առաջին փորձությունը սպասում է հուլիսին։ Ազգային հավաքականը մտադիր է մասնակցել Իտալիայում կայանալիք FIBA-ի մրցաշարին։ Լիլիթ Սեդրակյան, Օնիկ Գյուլեզյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Մեր լրահոսնային ժամի համար այսքանն էր, իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր հետագա թողարկումներում։ Ես հիշեցնեմ, վաղը մեր կիրակնօրյա թողարկումը կարող եք դիտել ժամը 21-ին։ Հաջողություն։